Վերադարձանք տաղավար, գնում ենք կարճատև գովազդ դիտենք և շատ արագ վերադառնանք, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից և ասենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ արդեն իրականություն է ոսկե դարան հավելվածը, որը թումանյանական հեքիաթների տարածման լավագույն այլընտրանքային տարբերակն է դարձել։ Հավելվածը հետաքրքիր և եզակի է նրանով, որ Թումանյանը մատուցվում է տարբեր լեզուներով, այս պահին հասանելի են հայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և անգամ ճապոներեն ընթերցվածքները։ Թումանյանի ստեղծագործություններն ընթերցում են լավագույն դերասանները, մեր տաղավարում է Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Կարախանյանը։ Բարի լույս, շատ ոգևորված, տրամադրված։ Մենք իրականում ամբողջ գովազդի ընթացքում խոսեցինք, բայց թեման ինչպես արդեն ասացինք անսպառ է, բայց եկեք խոսենք ոսկե դարանի մասին հենց, ումն էր գաղափարը, ինչպես ստեղծվեց այն։ Անկեղծ ասած գաղափարը իմն էր, բայց գաղափարը իրականացրել են Թումանյան թանգարանի աշխատակիցները, Capital Soft ընկերության ծրագրավորողները և Հայաստանի սիրված լավագույն դերասաններն ու արվեստագետները։ Թումանյանի հեքիաթները այնքան սենց մերն են, այնքան տեղային են, որ երբեմն լինում է տպավորություն, որ եթե Հայաստանաբնակ չէ մարդը, հայ չէ, ինքը դժվար հասկանա հեքիաթները, հերոսները, արտահայտություններ ու այն ամբողջ էմոցիաները, որոնք Թումանյանը ցանկանում է փոխանցել։ Ինչպես ճապոներեն, ո՞նց է նրանց թարգմանությունը։ Գիտեք, մինչև տնօրեն դառնալը ես այսպես շատ հպանցիկ էի պատկերացնում Թումանյանը և իր գրական ժառանգությունը։ Հիմա ես հասկացել եմ, որ երկու տիեզերական տրամաչափի էություն կա մեր գրական ժառանգության մեջ, Նարեկացի և Թումանյան։ Մնացածին չենք նսեմացնում, բայց իսկապես Թումանյանի մեջ տիեզերք կա։ Տիեզերք կա նրա բոլոր հեքիաթներում։ Այդ հոգեկերտվածքը յուրաքանչյուր հեքիաթի մեջ, եթե վերլուծենք, մեր հոգեկերտվածքի փոքր բեմագրերն են։ Մեր սխալների, էթնիկական իմաստության և էթնիկական, գուցե ասեմ, հիմարության, այդ ամեն ինչը տեղավորված է Թումանյանի հեքիաթներում։ Եվ մենք ցանկացել ենք, որ այս ժանրին և թումանյանական շատ ու շատ գործերին հաղորդակից դառնան նաև տարբեր մշակույթներում, ինչու՞ չէ նաև Ճապոնիայում, Պարսկաստանում, Թումանյանը արևելքը սիրել է, պաշտել է արևելքը, և Ֆրանսիայում, օրինակ Կիկոսի մահը հեքիաթը շատ ուրախ, շատ հետաքրքիր արձագանք է գտել Ֆրանսիայում։ Ֆրանսիայում շատ է դուր եկել Թումանյանի հեքիաթները երեխաներին, և մենք պլանավորում ենք պաշտոնական պրեզենտացիա անել Ֆրանսիայում, որևէ թանգարանում, որ մենք սիրում ենք ֆրանսերենը և ցանկացել ենք մեր մշակույթին հաղորդակից դարձնել նաև ֆրանսիացիներին։ Բայց դժվար չէ՞ այդ արտահայտությունները թարգմանելը, համարժեքը։ Զարա Բաբայանը դասախոսում է Սլավոնական համալսարանում, գրեթե լեզվակիր է, որովհետև 20 տարի ապրել է Ճապոնիայում և նոր է վերադարձել ու դասախոսում է Հայաստանում։ Եվ Զարուհին իսկապես շատ բծախնդիր, շատ մանրախնդիր մոտեցումով է արել իր աշխատանքը, աշխատանքները թարգմանված ընթերցել է արդեն Ճապոնիայում հիմա սովորող մեր հայրենակիցներից մեկը, մի տաղանդավոր սքանչելի աղջիկ։ Իսկ ինչ դժվարությունների է նա բախվել, քանի որ խոսում ենք ճապոներենից, այս թեման շարունակենք։ Մենք նաև այս թարգմանությունների ընթացքում մենք էլ ենք սկսել հաղորդակցվել այլ լեզուների։ Փաստորեն դառնում է, այդ լեզուն իսկապես մտածողություն է, և մեր թումանյանական որոշ կերպարներ, օրինակ Գայլը, շատ դժվար էր թարգմանել, կամ կոտը, մի կոտ ոսկի, այդ չափման միավորը, և շատ ու շատ, օրինակ Վարդան Պետրոսյանն ասում է, բարի կենդանը բառացիորեն թարգմանվել էր բանակցություններ վարող այդ գրքի մեջ։ Մենք այդ լրիվ նորից վերախմբագրում, վերամշակում անցան Թումանյանի թարգմանված հեքիաթները, որոնք այնքան էլ ստույգ չէին թարգմանված։ Եվ այդ թարգմանական աշխատանքի վրա կրկին շատ մեծ ներդրում, եռանդ և ջանքեր թափվեցին, որպեսզի Թումանյանը շատ ճիշտ մատուցվի, ըստ էության մատուցվի։
Մեր օրերում ժամանակը, տեխնիկան, տեխնոլոգիան ամեն օր ժամ առ ժամ առաջ է գնում։ Երեխաների պահանջներն ու ցանկությունները։ Բոլորիս պահանջներն ու ցանկությունները ժամանակին զուգընթաց, այսպես ասած, քայլում են։ Այս գաղափարի անհրաժեշտությունը արդյոք այսօր կար հենց, թե արդեն մի փոքր ուշացել ենք։ Գիտեք, գուցե նաև ուշացել ենք, որովհետև աշխարհը շատ կատաղի տեմպերով է փոխվում եւ թանգարանները չեն կարող հետ մնալ։ Մենք հընթաց պետք է քայլենք եւ եթե համակալ չլինենք աշխարհի թանգարաններին, ապա գոնե հետ չմնանք։ Եվ Հայաստանի թանգարանների առջև էլ օրենսդրորեն այնպիսի պահանջներ են դրվում, որ մենք ուղղակի չենք կարող հետ մնալ։ Եվ թանգարանները հիմա մրցավազքի մեջ են, ով ինչպես կարող է բերել քաղաքացուն թանգարան։ Եվ թանգարանները միայն էքսկուրսիայի համար չեն հիմա։ Հիմա մենք օրինակ 26 թվականին պլանավորում ենք Թումանյանի հեղինակած խաղերը օնլայն տարբերակով ստեղծել։ Եթե երեխան Տավուշի մարզի Զորական գյուղի երեխան չի կարողանում հասնել թանգարան եւ խաղալ առածանի լոտոն կամ գուշակելու խաղը, Թումանյանի ստեղծած խաղերը, ապա թող ինքը տանը ուսուցչի հետ կամ մայրիկի հետ խաղա այդ խաղը։ Եվ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մշակույթը եւ թանգարանային մշակույթը մեր երկրում լինի ապակենտրոնացված։ Սա ճիշտ է, սա ողջամիտ է եւ սա կարեւոր է։ Մեր տարիներին, երբ որ ես էի երեխա, Թումանյանի գիրքը սև, հսկայական, վախենալու հերոսներով ու այնքան Թումանյանի մասին չէր այդ գիրքը, հեքիաթները Թումանյանի այդ տրամադրությանը արժանի ձևով հեքիաթները բարբերաբար գրքերի տեսքով ավելի գունավոր, ավելի գայթակղիչ հրատարակվում են եւ այդպիսի ծրագրեր կան նաեւ ապագայում ավելի ինտերակտիվ գրքեր հրատարակելու։ Կոնկրետ հիմա թանգարանի կոլեկտիվը աշխատում է մի հետաքրքիր գրքի վրա, որը ներկայացնում է Թումանյանին շատ մատչելի, շատ գրավիչ եւ շատ գայթակղիչ բառի լավ առումով ոճով, այսինքն Թումանյանը արվեստի մեջ, երաժշտության մեջ, Թումանյանի ստեղծած խաղերը, Թումանյանների կրթական միջավայրը, որով նաև Թումանյանի բազմանդամ մեծ ընտանիքը բրենդինգ ենք անում։ Բայց մենք 26 թվականին ունենք նաև շատ ավելի հետաքրքիր նախագծեր, էլի ժամանակակից եւ տեխնոլոգիաներով, որի մասին հնդածս նաև ձեր տաղավարում կպատմենք, բայց այս պահին այդ գիրքը երևի մինչև հունվարի ավարտ լույս կտեսնի Թումանյանը QR կոդերով եւ լսել եւ ասենք Անուշ օպերայի մասին ներկայացնում ենք եւ դնում ենք նաեւ QR-ը։ Երեխան տեսնում է ինչպես են Կոմիտասն ու Թումանյանը կապ ստեղծել, Մարիամ Թումանյանը ինչպես է այդ ինչ կերպար է այս ամեն ինչի մեջ եւ Թումանյանին արդեն երաժշտության մեջ են ճանաչում, արվեստի մեջ, նկարչության մեջ, Թումանյանի հետաքրքիր պատմությունները, հումորը Թումանյանի, որ շատ անչար եւ անխառն հումոր է։ Այսինքն աշակերտները միայն որ գալիս են պատմում ենք, այդ դա չէ, ուրիշ ավելի հետաքրքիր եւ ավելի գրավիչ տեսանկյուններով այս գրքի միջոցով կճանաչեն։ Բայց ես ձեզ հետ համամիտ եմ, շուկայում հիմա չկա Թումանյանին արժանի հեքիաթի գիրք։ Այն ինչ արված է ուղղակի վաճառքի համար է, բիզնես պրոյեկտ է եւ լավը չէ, եւ որպես կոմերցիոն պրոյեկտ լավը չեն։ Հիմա թանգարանը վերջապես խմբագրել, սրբագրել, իմի է բերել, չնայած կային, բայց մենք մեր ձևով, մեր ուզած ձևով հեքիաթների գիրք դեռ թանգարանը չի արել։ Շատ հրատարակչական լավ գործեր ունի արած թանգարանը եւ անում է, բայց հեքիաթների գիրքը 2026 թվականին լինելու է եւ հայերեն, եւ արևմտահայերեն։ Ընդ որում արևմտահայերենն արդեն խմբագրվել է եւ պատրաստ է տպագրության։ Դա մեր դասական սփյուռքի, մեր սփյուռքի Կիրակնորյա դպրոցների համար է։ Ասացիք, որ աշխատակազմը եւս ներգրավված է ամբողջ process-ում եւ նոր գրքի հետ կապված եւ հավելվածի ստեղծման հետ կապված։ Երբ կարող են մարդիկ գնալ աշխատանքի հենց Երևանի թանգարանում եւ կվերաբացվի։ Այո, ցավալի է, մենք շինարարական աշխատանքները դադարեցված են, բայց մեզ հույս են տվել, որ այս տարի վերսկսվելու է, այսինքն ԿԳՄՍ նախարարի Տիկին Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ այս տարի վերսկսվելու է
25 թվականին, բայց 1.5 տարվա ժամկետ ունի, բայց մենք սիրով բոլորին սպասում ենք եւ նույն իներցիայով, էնտուզիազմով աշխատում ենք Հրանտ Մաթեոսյան մշակութային կենտրոնում եւ մեր ժամանակավոր ցուցադրությունն այնտեղ է եւ մեր աշխատակազմը դա էնտուզիաստների թիմ է։ Այսինքն շենքային պայմաններին կարոտում են, բայց դա չի խանգարում, որ այստեղ եւս հետաքրքիր պայծառ մտահղացումներ ունենան։ Եթե հավելվածին նորից վերադառնանք, Սասունցի Դավթին եմ ես սպասում, լինելու է Սասունցի Դավիթը ինչ լեզուներով է լինելու, որովհետև շատ դեպքերում այլ պետությունների էպոսներին մենք կարողանում ենք ծանոթանալ մեր լեզվով, օրինակ վրացիների դեպքում ինքը տարածված է հայալեզու տարբերակով, Սասունցի Դավիթի հետ ֆանտաստիկ մշակումը Թումանյանի կողմից երբ հասանելի կլինի ու ինչքան ժամանակ պահանջվեց։ Շատ լավ հարց տվեցիք, Սասունցի Դավիթը ընթերցելու է Վարդան Պետրոսյանը եւ Վարդան Պետրոսյանն ասել է ինձ առնվազն մի քանի ամիս, գուցե նաև մի տարի, ես ինչպես հասկանում եմ մի տարի է արդեն լինելու, միջև ինքը ընթերցի, ինքը շատ լրջորեն է վերաբերվում Սասունցի Դավթին եւ շատ ճիշտ է անում եւ շատ աշխատանքներ է անում, որպեսզի 26 թվականին ընթերցելու է ինքը հայերեն տարբերակը նաև ֆրանսերենը։ Բոլոր լեզուներով թարգմանվելու են, բայց ինչպես արդեն հասկացել եք, հավելվածը համալրվում է, ամեն տարի թարմացվում է, համալրվում է, բայց մենք դա վստահում ենք Վարդան Պետրոսյանին, որտեղ ինքը շատ հետաքրքիր ձևով ընթերցեց նաև Միկաթիլ Մեղրը, Շունն ու կատուն ու ֆանտաստիկ ուղղակի եւ այո ճիշտ եք ասում, Սասունցի Դավթով մեր էպոսին հաղորդակից կդարձնենք այլ ազգերի եւ թող համեմատեն ինչպիսի խորը մարդասիրություն, խիզախություն եւ մարդկային լավագույն առաքինությունները մեր էպոսի մեջ կան, որը կարող են համեմատել նաեւ այլ էպոսների հետ եւ տեսնեն ինչ կոնտրաստներ կան։ Առաջիկա հնարավոր արդի դեպքում մենք Վարդան Պետրոսյանին կհրավիրենք մեր տաղավար կխոսենք նրա հետ նաև այս թեմայից։ Ես ուզում եմ իմանալ բացի հեքիաթներից, նախատեսվող էպոսից, այլ ինչ ստեղծագործություններ կան ընդգրկված հավելվածում։ Հա, հավելվածում կան պոեմները Թումանյանի, հիմա հասանելի է Լորեցի Սակոն, իդեպ մեր Լորեցի Սակոն Արման Նավասարդյանն է։ Ուրիշ Լորեցի Սակո մենք մտածեցինք, որ չի էլ կարող լինել եւ ունիկալ ձևով է ընթերցել։ Մարոն է հիմա հասանելի, այսինքն ընթերցվում է, հետո հնչյունային ձևավորում է անցնում մեր սիրելի Վահե Գրիգորյանի շնորհիվ եւ տեղադրում ենք։ Հասանելի են Շունն ու կատուն, Միկաթիլ Մեղրը, Չարի վերջը, Աղավն ու վանքը, Գառնիկ աղբերը, արդեն շատ ու շատ ստեղծագործություններ կան եւ հիմա տեղադրված է նաեւ 36 քառյակ, որն ընթերցում է Բաբկեն Չոբանյանը, բայց այդքան էլ ընթերցել է Դավիթ Հակոբյանը, որը եւս առաջիկայում հնչյունային ձևավորումից հետո դուք կգտնեք հավելվածում։ Այսինքն սա ընտանեկան հավելված է։ Եվ ձեր տարիքային խմբի համար է, եւ ավելի մեծ, եւ ավելի փոքրերի։ Մենք Թումանյանը ոնց որ մտցնում ենք բոլորի տունը եւ բոլորի սիրտը։ Այդպիսի գաղափարախոսություն ունի մեր թանգարանը։ Քանի որ ներողություն, քանի որ փոքրիկներից խոսեցինք, հեքիաթների մեջ կան երաժշտական մասեր։ Այո, բոլոր հեքիաթները երաժշտական ձևավորում ունեն Վահե Գրիգորյանի շնորհիվ եւ դրանք արհեստական բանականության կամ համացանցից վերցված հնչյունային ձևավորումներ չեն, դրանք բոլորը հեղինակային են, ինչպես դա կհավաներ Թումանյանը, եւ մեր նկարազարդումները եւս որևէ տեղ չեն գտնի, դրանք եւս առաջին անգամ են արվում, Թումանյանը ինքը շատ մեծ էսթետ է եղել։ Մենք ինչ անում ենք, Թումանյանի աչք պետք է դա հավանի, ոնց որ աշխատողների մոտ է այդ մտայնությունը, որ սա Թումանյանը կհավաներ ու այդ ոճով են աշխատում մեզ մոտ, ոչ թե ես կհավանեի, որ տնորեն որպես ոչ Թումանյանը ու ամեն ինչ որ անում ենք, ոնց որ հաշվի նստենք Հովհաննես Թումանյանի հետ։ Դա ժամանակների համար մենք գիտենք, թե որքան առաջադեմ էր Թումանյանը եւ երբեմն իր գործերը կարդալուց ասում մի րոպե, բայց այս խնդիրը հիմա էլ արդիական է, հիմա էլ կարելի է այսպիսի բան անել, որքան էլ համամարտկային են Թումանյանի ստեղծագործությունները կամ ի սկզբում որով ընտրում եք, թե որ գործը ինչ լեզուներով պետք է թարգմանվի։ Մենք ոնց ենք ընտրում։
Նախ ասեմ, որ 40 եւ ավելի լեզուներով թարգմանված է Թումանյանը։ Եվ Թումանյան թանգարանում պարսկերեն հեքիաթներ կան, վրացերեն, շատ ու շատ բան կա թարգմանված։ Ես չգիտեմ, գուցե մեր աշխատակիցների ենթագիտակցականն է նաեւ հուշում, բայց ասենք կամ Թումանյանի նախասիրությունները, օրինակ Թումանյանի անձնական գրադարանում, որը հիմա ի դեպ մենք թվայնացնում ենք, Ճապոնիային եւ արևելքին նվիրված գրքերը շատ մեծ տեղ են զբաղեցնում։ Նաեւ այս հանգամանքն է իմ կարծիքով, որտեվ հատուկ չենք նստել ասել, գիտեք, բերեք սա անենք։ Օրինակ, մենք հաշվի ենք առնում հայ-ֆրանսիական մտերմությունը եւ Ֆրանսիայի հայերի նկատմամբ ունեցած մոտեցումները նաև ֆրանսերենը իսկապես համակրելի է, ֆրանսիան իսկապես համակրելի է, նաև այս հանգամանքները կան, բայց այն, որ Թումանյանը արևելքին առնչվող շատ մեծ գրականություն ունի, ընդ որում Ճապոնիայի մասին շատ լավ գրքեր կան, եւ ճապոներեն երկու հեքիաթները, 3, որոնք թարգմանված էին ռուսերենով, Թումանյանն է թարգմանել։ Այո, Թումանյանը եզակի թարգմանիչ է, եզակի, նույնիսկ Պուշկինի ձմեռվա երեկոն այսպես հումորով ասում են, բայց իսկապես դա Պուշկինն է գրել, այնքան հաջող է թարգմանված, ասում են կարող է իրոք Թումանյանն ագրել Պուշկինը թարգմանել է։ Հիշեցնենք, որ ոսկե դարան հավելվածը կարող եք ձեր ներբեռնել ձեր հեռախոսների մեջ, ունենալ ընտանիքի բոլոր անդամների համար։ Եվ Apple-ի դեպքում կարող են, եւ Android-ի դեպքում։ Երկու համակարգերում հասանելի է։ Մենք աշխատում ենք այդ երկու համակարգերի հետ, ուղարկում ենք, իրենք ստուգում են, տեղադրում են, այդ երկու համակարգի հետ թանգարանն աշխատում է։ Հրաշալի, այսինքն անկախ նրանից թե ինչ հեռախոս ունեք, Թումանյանը ձեզ համար հասանելի է մի քանի լեզուներով, արդեն մյուս տարի վստահաբար կլինի ավելի գովազդային եւ արտերկրում եւս կհասկանանք, թե որքան է սպառումը։ Շնորհակալ ենք մեր տաղավարումը Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Կարախանյան։